Ես ես վերջի մի շաբաթը ճանապարհորդել եմ Իտալիայում ու մեղմ ասած իմ սննդակարգին այդքան էլ չեմ հետևել ու մի քիչ փորում գցել։ Այս ամեն ինչը գիտության համար է արվել բնականաբար, որպեսզի ձեզ լավ կոնտենտ մատուցեմ։ Քանի որ մոտ 2.5 շաբաթից գնալու եմ Իբիցա, ես ուզում վերադառնամ իմ հին քաշին հնարավորինս արագ ու ուզում եմ այս հնարավորությունը օգտագործել, որպեսզի ցույց տամ, թե ոնց կարելի է կարճաժամկետ ագրեսիվ դիետա անել, սովորականից մեծ կալորիական դեֆիցիտով ու քաշ կորցնել հնարավորինս քիչ մկան կորցնելով։ Մենք խոսելու ենք նրա մասին, թե ոնց ճիշտ գծել մարզումները, ինչպեսի սննդակարգ ունենալ, որպեսզի նույնիսկ քիչ կալորիականությամբ սնվելով բոլոր ամենակարևոր սննդանյութերը ստանալ սրունդից, ու նաև փոքր թիփեր, թե ոնց մաքսիմալ հեշտացնել այս process-ը։ Ես որ եթե այս ամեն ինչը հետաքրքրում է, կարաք հետևեք, որ եկող post-երը բաց չթողեք։ Նախնական ասեմ, որ սենց ագրեսիվ դիետաները մեծ կալորիական դեֆիցիտով բոլորի համար չեն։ Ու չնայած որ եթե ամեն ինչը ճիշտ անել, կանան իմաստալից իրեն որոշ կոնտեքստներում, շատ քիչ մարդկանց համար են համապատասխան։ Եթե դուք նույնիսկ դժվարանում եք փոքր դեֆիցիտում մնալ, ապա սենց մոտեցումը միանշանակ ձեր համար չի, որովհետև երկարատև արդյունք ունենալու գրավականը այդ այնա, որ ընտրած մոտեցումը հնարավոր լինի երկարատև պահել։ Քանի որ ես փորձառու եմ այս հարցում ու շատ լավ գիտեմ իմ մարմնի լիմիտները, ես վստահ եմ, որ կարճաժամկետ մինչև իմ հաջորդ ճանապարհորդությունը սենց մոտեցումը կաշխատի իմ համար։ Սակայն կրկին մարդկանց մեծ մասի համար ավելի փոքր դեֆիցիտում լինելը մենտալ ավելի հեշտ կտրվի, ավելի փոքր բացասական ազդեցություն կունենա էներգիայի մակարդակների, պրոդուկտիվության ու նաև տրամադրության վրա։